Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայի YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է եւ ինչպես ամեն աշխատանքային օր այսօր եւս մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը եկեղեցու դեմ արշավի կուրատորն է, պարզվում է ժամանակին իրեն պատեպատ է տվել, որ հենց Միքայել Աչապահյանն իրականացնի իր պսակադրության արարողությունը։ Նրա հետ այդ տարիներին աշխատած անձը պատմեց, որ Նազելին անգամ ամեն ինչ արել է, որ Աչապահյանը դառնա իր պսակի քավորը, սակայն նրան բացատրել են, որ հնարավոր չէ եւ քավոր դառնալ եւ պսակ իրականացնել։ Պատմեցին նաեւ, որ ցայգում աշխատելու ընթացքում Նազելիի հյուրերի ցանկում միշտ եղել է թեմի առաջնորդը, նա պարզեցել է, որ հեղինակավոր հոգևորականին հյուրընկալելով ռեյտինգ է բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության շարքերում կարելի է տեսնել բազմաթիվ Նազելի Բաղդասարյաններ, որոնք ուրացել են նախկին կապերը, հարաբերությունները, ընդ որում ուրացել են ոչ ավելի բարձր բանի համար, այսինքն այնպես չէր, որ Միքայել Աչապահյանը Հայաստանին կամ հայ ժողովրդին վնաս հասցնող որևէ արարք էր արել եւ կարող էր Նազելի Բաղդասարյանը որպես բարոյական կին, բարոյական մարդ, քաղաքացի ասել ես այլևս չեղարկում եմ նախկին կապերը, նախկին հարաբերություններ, որ ոչ հակառակն է տեղի ունեցել, այս մարդիկ են եւ ուրացել եւ ծայրաստիճան վնասներ հասցրել Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի գլխավոր քարտուղար Ձուկ Մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը պաշտոնի է նշանակվել 2023 թվականի փետրվարի 3-ին Ալեն Սիմոնյանի որոշմամբ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում տեղադրված 2024 թվականի անշարժ գույքի եկամուտների շահերի եւ ծախսերի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Դավիթ Առաքելյանը սեփական անշարժ գույք չունի եւ բնակվում է այլանդի սեփականության պատկանող բնակարանում, որը 90 օրից ավելի շահագործում է իր կողմից։ Առաքելյանը 2021 թվականին նվիրատվություն է ստացել 2016 թվականի արտադրության Toyota Magnish մեքենա, որը նախորդ տարի վաճառել է 6.6 միլիոն դրամով, ումից է մոտ 7 միլիոն դրամանոց նվեր ստացել, պարզ չէ։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 միլիոն 377 հազար դրամ, Առաքելյանը նաև ունի կրիպտո արժույթներ 6.4 FTN, նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 32,000 դոլար, 14 միլիոն դրամ, 7,000 եվրո եւ 2,000 շվեյցարական ֆրանկ։ Հետաքրքիր է, թե ինչ եղանակով է վաստակել այդ գումարները Առաքելյանը, դրանց ծագումնաբանությունը նա չի հայտարարել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երեք կառավարության նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց ներդրումային ծրագիր, որի նպատակն է կարգի բերել Կասկադ համալիրի ամբողջական տեսքն ու կյանքի կոչել թամանյանական ու ջիմթորոսյանական կոնցեպտը։ Քաղաքապետը մասնավորապես նշել է, որ կառուցապատման ավարտից հետո կունենանք համայնքի ենթակայության տակ գտնվող 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված, կձևավորի մշակութային նոր հանգույց շուրջ 30,000 քառակուսի տարածքով, իսկ կառուցապատող ընկերությունը շրջակա մոտ 4,5 հեկտար տարածքի վրա կիրականացնի կառուցապատում, որը ներդաշնակ կլինի տարածքի ու համալիրի ճարտարապետությանը։ Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ Կասկադի այդ հատվածը 2007 թվականից փորված է ու գործը տեղից չի շարժվել։ Այն տարիներին հայտարարվել է մրցույթ, որին հաղթել է նյույորքյան ընկերություն, սակայն շինարարությունը ավարտին չի հասել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ մանկավարժական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գևորգյանի ձերբակալությունից մոտ 2 օր առաջ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները նաև ԿԳՄՍ նախարարություն են այցելել։ Նախարարության մոտ գտնվող աղբյուրները փոխանցում են, որ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկացվել է, որ իր կողմից ղեկավարվող հոգաբարձությունների խորհուրդը համալսարանում լուրջ չարաշահումներ է թույլ տվել։ Ու կա պայմանագիր, որտեղ արկա է Անդրեասյանի ստորագրությունը, մեր աղբյուրները փոխանցում են, որ Անդրեասյանը խուճապի է մատնվել, կանչել է ԿԳՄՍ նախարարության աշխատակազմին քարտուղարին հասկանալու համար, թե ինչ պայմանագրի մասին է խոսքը։ Երկար ժամանակ քննարկում է եղել, որից հետո հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները հեռացել են նախարարի աշխատասենյակից, իսկ արդեն 2 օր անց Անդրեասյանի
ամենամտերիմ ընկերուհի Սրբուհի Գևորգյանին հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալում է, ինչից հետո գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք խափանման միջոց է կիրառվում։ Ուշագրավ է, որ նախարար Ժաննա Անդրեասյանը լինելով մանկավարժական համալսարանի հոգաբարձությունների խորհրդի նախագահ, մինչև հիմա ոչ մի կարգավիճակ չունի այդ գործի շրջանակում։ Նա անգամ վկա չէ, մինչդեռ որպես Երևանի պետական ԵՊԲՀ հոգաբարձությունների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը մոտ 3 տարի կալանքի տակ մնաց։ Ահա հարգելի հեռուստատողներ, սրա մասին էի խոսում օրերս, երբ նաև հանրային հեռուստատեսության եթերում խոսեցի, որ կարող է քաղաքական հետապնդում համարվել անգամ այն գործը, երբ իրականում քրեական գործի հիմքեր կան։ Հիմա չհավատալով հրապարակված ձայնագրություններին, չմտնելով բովանդակության մեջ, պետք է ասել, որ եթե անգամ Վարդան Ղուկասյանի մասին այն ինչ պատմում են իրականություն է, միևնույնն է Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, եւ սա լավագույն օրինակն է դա ապացուցելու։ Ուրեմն մանկավարժական համալսարանի ռեկտորն էլ ըստ մեղադրանքի կաշառք է վերցրել։ Ընդ որում, եթե Վարդան Ղուկասյանի դեպքում կաշառք չի վերցվել կամ չի հասցվել վերցվի, ուղղակի եղել է քննարկում ըստ իրենց պնդման, այս դեպքում եղել է կոնկրետ կաշառք վերցնելու գործ։ Եվ այս մարդը, այս կինը տնային կալանքում է, դժգոհ չեմ դրանից, այնպես չի որ կալանավայրում լիներ, դրանից մեծ երջանկություն կապրեինք մենք։ Բայց Վարդան Ղուկասյանը կալանավորված է։ Սա այն ամենավառ ցուցիչն է, որ անգամ եթե հավատանք իրենց քրեական գործին, միևնույնն է տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։ Հրապարակ թերթը գրում է. հոկտեմբերի 18-ին իշխանական լրատվամիջոցում հրապարակվեց Նաթան arczepiskopos եւ կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղա Նաբեղա Երնջակյանի խոսակցության գաղտնալսումը, որտեղ նա բողոքում է, թե Գարեգին II-ն իրեն ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին։ Անմիջապես վարույթ հարուցվեց հավաքի մասնակցելուն հարկադրելու հոդվածով, բայց պարզվում է, որ ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել։ Պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել համացանցում։ Մայրաթորը հանցագործություն էր որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը եւ ընդգծել, որ իրավապահ ու դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Մեր տեղեկություններով իշխանությունը Բարձրաստիճան գրեթե բոլոր հոգևորականներին է գաղտնալսել, բոլորի դեմ կոմպրոմատներ ունի, իսկ թե ինչու է հենց Նաթան Սրբազանի զրույցը հանրայնացվել, պարզվում է դա էլ է մտածված։ Նա Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրենն է, պատկերավոր ասած եկեղեցու արտգործնախարարը, որ մնացյալ եկեղեցիների հետ կապերն է իրականացնում, կարող է դիմել աշխարհի տարբեր եկեղեցիներին, դիցուք եթե վեհապարին կալանավորեն եւ այլն։ Նրան փորձում են արանքից հանել, որ միջազգային աղմուկ չբարձրանա։ Անդրադառնալով այդ վերջերս մենք միայն խոսում ենք ինչ-որ ձայնագրությունների մասին, որոնք հանկարծ հայտնվում են համացանցում։ Մենք գիտենք, չէ, դրանց աղբյուրը որտեղից է եւ ովքեր են համացանցում գցում նման ձայնագրություններ, հաճախ մոնտաժում, փոփոխում, կցում, որպեսզի իրենց ուզած պատկերը ստանան, բայց անգամ այդ ձայնագրությունը երբ լսում ես, չի կարելի միանշանակ համարել, որ այդտեղ հնչող տեսակետը ճշմարտություն է, որովհետև տեսեք նախին հոգևորական այդ տղան Ստեփան Ասատրյանը ինքն էլ էր չէ շատ բան պնդում, բայց երեք դուք Հովանավանքում վստահ եմ տեսակ իր վարքագիծը եւ տեսակ նաեւ այն, որ մարդը արդեն իր դիմակը մի կողմ է նետել եւ դարձել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության գործիքը եկեղեցու դեմ։ Մյուս կողմից լրագրողները ապացուցել էին, որ մարդը նաև ստախոս է, որովհետև լրագրողներին ասել է, որ ինքը քննչական կոմիտեում չի եղել, այնինչ հետո պարզվել է, որ այն ժամանակ, երբ լրագրողներին մեկնաբանությունը տվել, ինքը արդեն եղած է եղել քննչական կոմիտեում։ Հրապարակ թերթը գրում է. Վարդանիկ օպերացիան հերթական անգամից ցույց է դրել ուժայինների, մասնավորապես ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմը։ Որոշ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել, տեսնելով Գյումրու կադրերը, որտեղ հարյուրավոր ոստիկաններից մի քանի ժամ է պահանջվել մի Վարդան Ղուկասյան ձերբակալելու համար, մինչդեռ ըստ դրա 20-30 պրոֆեսիոնալը կարող են գործը գլուխ բերել։ Գուցե ոստիկանական զորքը լցրել են Գյումրի, որ վախեցնեն ժողովրդին, հարցրինք մեր աղբյուրին։
Պատասխանը եղավ այն, որ ժողովրդին վախեցնելու կարիք չկար, քանի որ մի քանի ժամ հետո հրապարակում հավաքվածների քանակը չէր ավելացել, բայց իրավապահները հապաղում էին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա ՆԳՆ ղեկավարության երկրորդ լուրջ բացթողումն է ըստ մեր աղբյուրի, եւ համակարգում չեն բացառում, որ Արփինե Սարգսյանին հեռացնելու հարցն արդեն հասունացել է, չնայած նրա արտաքին հովանավորներին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը ստացել է տեղեկություն, ըստ որի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ ընթացքի մեջ որոշակի վարույթ կա։ Հարցմամբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պահանջել ենք տրամադրել հետևյալ տեղեկությունները. արդյոք Անահիտ Մանասյանի վերաբերյալ ձեր հանձնաժողովում իսկապես հարուցվել է վարույթ, եթե այո, ապա ինչ հիմքով, ինչ հարցի շուրջ է վարույթը եւ ինչ փուլում է ներկայումս գտնվում, երբ է նախատեսվում վարույթի ավարտը կամ եզրակացության ընդունումը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից օրաթերթը ստացավ հետևյալ պատասխանը. հանձնաժողովը քաղաքացու դիմումի հիման վրա 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում։ Մինչև անցնենք մի կարճ քննարկման 3 հովանավանքում տեղի ունեցողի վերաբերյալ, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, վստահ եմ մեզ հետևող շատ քաղաքացիներ, երբ թե բոլորդ տեսել եք այնինչ երեք տեղի ունեցավ հովանավանքում եւ դրա մասին կուզեի կարճ զրուցել այս մամուլի թողարկման ընթացքում։ Մենք տեսանք ծայրահեղ բացասական վարքագիծ հովանավանքի նախկին քահանա, նախկին հոգևորական այս Ստեփան Ասատրյանի կողմնակիցների կողմից։ Ինչ է դա ցույց տալիս, որ այս մարդը առնվազն հոգևոր զրույցներ չի ունեցել այդ մարդկանց հետ եւ իր հավատարիմ կողմնակիցները համարում նրանց, որոնք երեկվա նաեւ իրենց վարքագիծը ցույց էր տալիս, որ մեղքերի մեջ թաղված են այդ մարդիկ, ուղղակի փրկության շանս չունեն այս բան, կամ գուցե ունեն շատ փոքր շանս։ Մենք տեսանք նախկին հոգևորականի կողմնակիցներ, որոնք կին լրագրողին սեռական բնույթի ամենակեղտոտ հայհոյանքներն են տալիս եւ դա անում են եկեղեցու տարածքում։ Մենք տեսանք եկեղեցու տարածքում, եկեղեցու ներսում թուրքերենով հայհոյանքներ հնչեցնող երիտասարդների, որոնք հետո պարզվեց, որ ոստիկանության աշխատակիցներ են։ Եվ այս երեկվանից ես բավական մեծ ջանքեր դրեցի եւ նաեւ մեր ընկերները օգնեցին, Facebook-յան ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, հա, եւ մենք բացահայտեցինք ամենաակտիվ երիտասարդներին, որոնք հրահրում էին, ըստ էության սադրանք էին իրականացնում, լրագրողների իրավունքներն էին խախտում, հա, եւ հանգարում էին ծիսակարգ իրականացնել եկեղեցու տարածքում ներսում, գրեթե բոլորը ոստիկանության աշխատակիցներ են։ Մեկը Հակոբ Հակոբյանը, որը ոստիկանության աշխատակից Սոնա Աբրամյանի ամուսինն է, ասում են ինքն էլ ոստիկանության կադրերի բաժնում է աշխատում։ Մյուսը անունը չենք ճշտել, բայց Արագածոտնի վարչությունում է աշխատում։ Այն մյուսը էլի ծննդով Օհանավանից է, հայրը ոստիկան է, ինքն էլ ասում են ոստիկանությունում է աշխատում։ Եվ այսպես 4-5 հոգի ամենաակտիվ երիտասարդներին բացահայտեցինք որպես ոստիկանության աշխատակիցներ։ Ընկերներիցս մեկը, ով ճանաչում էր դեմքով նրանց, ուղղակի ես նպատակարար չեմ համարում ԱԱԾ աշխատակիցների լուսանկարներ հրապարակել, ասում են ԱԱԾ Ալֆա Ջոկատի գրեթե բոլոր տղաները քաղաքացիական հագուստով եկեղեցու ներսում են եղել եւ որպես նախկին քահանա այդ Ստեփանի աջակիցները կամ ինչպես Ստեփանն էր ասում, ընտանիքի անդամներն են։ Այդ ընկերս առանձնացրել էր Ալֆա Ջոկատի դիպուկահարին, որին ճանաչում է անձնապես։
Ես այդ լուսանկարը չեմ հրապարակի, չնայած խոսենք դեռ դրա մասին։ Ինչ է սա ցույց տալիս, որ Օհանավանում այո, գուցե այս հոգևորականը, երբ իր դիմակը մի կողմ նետված չէր, ունեցել է հանրային աջակցություն։ Բայց հիմա, երբ դիմակը մի կողմ է նետված, երբ ինքը եկեղեցու վրա հարձակվողներից մեկն է, երբ ինքը եկեղեցականներին զրպարտողներից մեկն է, պարզվում է, որ այդ համայնքում խոսքը 5-10 հոգու մասին է, որ ինքը աջակցություն է, դուք երեք տեսակ այդ հայողներից մի քանիսը նրանք էին։ Եվ ըստ էության համայնքի բնակիչները եւս հրաժարվել են այս նախկին հոգևորականից։ Եվ նա մնացել է միայն ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների հույսին, որոնք քաղաքացիական հագուստ հագած եկել էին վանքի տարածք եւ ներկայանում էին որպես հավատացյալներ եւ Ստեփանի ընտանիքի անդամներ։ Ամոթ Ստեփանին նման ընտանիքի անդամներ ունենալու համար, ամոթ այդ վարքագծի համար եւ ամոթ այդ ոստիկանության ու ԱԱԾ-ի աշխատակիցներին։ Լավ, ինչքան կարելի է, լավ, կա ինչ որ հրահանգ, որ դուք կարող եք չկատարեք։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը ձեզ հրահանգի սեփական ծնողների դեմ անել նմանատիպ գործողություն, դուք դա էլ կանեք։ Ես անկեղծորեն զարմանում եմ, լավ, դուք էլ եք չէ՞ մարդ, ապրում եք նույն երկրում ենք ապրում, նույն հողն ու ջուրն ենք օգտագործում, նույն ճանապարհներով ենք քայլում։ Երևի թե ձեզնից մի քանիսը կշարունակեն դեռ ապրել այս երկրում։ Ոնց է ստացվել, որ դուք ոչ մի կարմիր գիծ չունեք։ Ոնց է ստացվել, որ դուք հանդուրժում եք, որ ձեր քրոջ տարիքի, ձեր կնոջ տարիքի կին լրագրողին ամենակեղտոտ սեռական բնույթի հայոյան կտա ձեր գաղափարակիցներից մեկը։ Հենց այս նման դեպքերով է, որ մենք գալիս ենք այն համոզման, որ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը երբեք չեն եղել պետության անվտանգության, քաղաքացիների անվտանգության եւ իրավակարգի պաշտպանության մասին, բայց հատկապես Նիկոլ Փաշինյանի օրոք այդ մարդիկ դարձել են ուղակի, այդ կառույցները ուղակի դարձել են մարդատյաց։ Սրանք NKVD-ի շեֆ Եժովի գաղափարական ժառանգներն են։ Շատ են, չէ՞, տարբեր մարդկանց մեղադրում ինչ որ KGB-ի գործակալ լինելու մեջ, չգիտեմ, ռուսական գործակալ լինելու մեջ, բայց KGB-ն իր վատագույն ժամանակներում ունեցել է NKVD անունը։ Այդ դուք այդ KGB-ի վատագույն ժամանակների գաղափարակիցներն եք, NKVD-ի աշխատակիցներ եք։ Եժովի զավակներն եք դուք։ Իհարկե, բառի ոչ ուղիղ իմաստով։ Ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէր։ Ես իհարկե չգիտեմ, ցավում եմ այս իրադարձությունների համար, բայց ես կարծում եմ մենք լրագրողներս, հանրային գործիչներս հնարավոր բոլոր adekvat մարդիկ պետք է օրինական միջոցներով հնարավոր բոլոր տեղերում աջակցեն Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն տեղեկատվության տարածմամբ, իրար օգնելով, անհրաժեշտության դեպքում միտեղ հավաքվելով, հա, որովհետև այո շատ կարևոր է։ Եկեղեցին գաղափարական իմաստով իհարկե կհաղթի, երկարաժամկետ իմաստով կհաղթի, խոսքը քրիստոնեության պարտության մասին չէ, խոսքը ինստիտուցիոնալ Հայ առաքելական եկեղեցու ինստիտուտների մասին է, պետք է հանրությունը թույլ չտա, որ այդ ինստիտուտները կոտրվեն, որովհետև շատ կարևոր է այդ ինստիտուտների պահպանումը, այնպես որ ամեն մեկս մեր տեղում պետք է անենք այնինչ կարող ենք եւ պետք է անենք եւ կլինի այնինչ Աստծո կամքն է։ Լավ մնացեք, կհանդիպենք։